Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտեխնիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օրը եւ ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ թերթը գրում է. Մեր տեղեկություններով ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի ճանապարհով է գնում Տիրադավ եպիսկոպոսներից եւս մի քանիսը։ Նրանց մեծ մասը զղջացել է եւ հասկացել, որ ճակատագրական սխալ են արել, բայց հատկապես ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։ Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ Դադիվանքի վանահայր Տեր Հովանես Քահանա Հովանեսյանին, խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն։ Մեր աղբյուրն ասում է, որ Տեր Հովանեսը, որ ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան, ասելով, որ իր արարքն աններելի է եւ չի կարող իրեն ոչնչով աջակցել։ Հայտնի է, որ Արցախի քաղաքական եւ հասարակական շրջանակները դիմել են վեհապարին թեմական առաջնորդին փոխելու պահանջով։ Այս պարագայում խնդիրը գրեթե զավեշտական երանգներ է ստանում, քանի որ սա միակ դեպքն է, որ թեմի առաջնորդին կարգալույծ անելու դեպքում դատական համակարգը նրան չի վերականգնի իր պաշտոնում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ջնջել է Արցախ բառն ու Արցախի բոլոր կառույցները լուծարելու որոշում է կայացրել։ Ուստի Արցախի թեմի առաջնորդին վերականգնելու ռիսկ չի անի, որ Ալիևի զայրույթը չհարուցի։ Մեր տեղեկություններով մայրաթորը գոտեպնդված եպիսկոպոսատ ժողովի հայտարարությամբ եւ Սփյուռքից եկող ազդակներով շուտով ավելի կոնկրետ հայլերի կգնա։ Այս իրադարձությունները, ինչպես Հովնան arczepiskopos-ի վարքագիծը եւ եպիսկոպոսատ ժողովին մասնակցել եւ միանալ այն հայտարարությանը, որ տարածվեց, ինչպես նաեւ որոշ հոգեվորականների կամ նախկին հոգեվորականների լռությունը ցույց է տալիս, որ այո, երբեմն համբերությամբ ավելի մեծ պատեր կարելի է ճեղքել, քան հախուռն պահի ազդեցության գործողություններով, չտրամաբանված, չհաշվարկված հաշվարկներով, պատասխաններով, արձագանքներով։ Այս իմաստով կարելի է ասել, որ Վեհապար Հայրապետի գլխավորությամբ եկեղեցին բավական հետաքրքիր տակտիկա ընտրեց, մյուս կողմից կար ժողովրդական աջակցություն եւ այս տիրադավ հոգեվորականները հայտնվեցին լուսանցքում։ Նրանցից ամենաակտիվը կարգալուց արված Գևորգ Սարոյանն է։ Սա նաեւ արդեն խոսում է մարդկային որակի մասին, ամենազրպարտչական, այսպես վիրավորական հայտարարություններ իր կողմից են հնչում։ Բայց սա էլ ճանապարհ է, որ հասարակությունները, կառույցները, ինստիտուտներն անցնում են, եւ նաեւ այն երկու քահանան, որ դատի են տվել մայրաթորին, նրանք են ժողովրդական մի խոսք կար, ասում են թանի ճանճի պես հայտնվում անհարմար պահերին, բայց սա էլ անցողիկ է, կարծում եմ ի վերջո Նիկոլ Փաշինյանն իր ծրագրերում տապալվելու է, արդեն բական առաջին փուլը կարելի ասել տապալված է եւ անհաջողություններն ակնհայտ են։ Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը Սևանում մասնակցեց մի պատարագի, որտեղ հնչեց Վեհապար Հայրապետի անունը այնպես ինչպես կանոնական պահանջներն են ասում, եւ Փաշինյանը շատ հանգիստ մնաց այդ պատարագին, չնայած որ խոսք էր տվել, որ ինքը չի կարող մասնակցել պատարագի, որտեղ Վեհապար Հայրապետի անունը տրվում է։ Այսինքն այստեղ էլ մի առիթ հանդիսացավ, որ Փաշինյանը թքած է լիզի։ Իհարկե սա Փաշինյանի շիրա տալու առիթ չէ, նպատակ չկա Փաշինյանին ասել գնա ագրեսիվ գործողություն, չէ։ Հենց այս ճիշտ ճանապարհն է, եթե ինքը այս ճանապարհն է ընտրել, հետ քաշվել այս թեմայից, դա իր շահերից չի բխում եւ իրեն որևէ առավելություն չի տալու։ Հրապարակ թերթը գրում է. Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ԿՊ-ում մարտական են տրամադրված, նրանց զեկույցների հետ կապված եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել, փորձելով երկրում տիրող իրավական բեսպրեդելի նախկինների անպատժելիության եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ բոլոր կառույցները հլու հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, նաեւ գլխավոր դատախազն է եւ քննչական կոմիտեի ղեկավարը եւ ՆԳ նախարարը եւ ԱԱԾ տնօրենը բոլորը կատարում են նրա հրահանգները։ Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ԿՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն
գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ եւ հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։ Կոնկրետ այս դեպքով պետք է ոչ թե պաշտպանեմ, այլ հասկանամ այս իրավապահ կոչված կառույցներին եւ իրենց մեղավորությունը չտեսնեմ։ Այո, իրենք մեղավոր են, որ հլու հնազանդ կատարում են բոլոր այն ապօրինի որոշումները, որոնք տալիս է Նիկոլ Փաշինյանը, հա։ Բայց այս հանցավոր իրավիճակի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բացատրեմ ինչու։ Որտեւ եթե դու իրավապահ համակարգին տալիս ես իր գործառույթից դուրս գործառույթ, օրինակ դատախազությունը չունի քաղաքական հետապնդումների գործառույթ, դատախազությունը չունի հոգևորականների գլխին գործ կարելու գործառույթ, ոստիկանությունը չունի անմեղ օրենք չխախտած քաղաքացիներին ծեծելու գործառույթ, քննչականը չունի քաղաքացիների գլխին գործ շինելու գործառույթ, հա։ Երբ որ դու իրենց իրավապահ գործառույթից դուրս նման ապօրինի գործողություններ անելու հրահանգ ես տալիս, այդ մարդիկ չեն կարող պատռվել։ Այդ կառույցները կարող են մեկ ուղղությամբ գնալ, կամ պահել օրենքը, կամ խախտել օրենքը։ Չեն կարող համ օրենքը պահել, համ խախտել։ Չեն կարող նմանվել Պապիս գյուղում մի աղջկա հարսանիքի ժամանակ այդ աղջիկը սկսել էր այսպես ակտիվ լացել, երբ հայրական տնից դուրս էին հանել, հարևաններից մեկը ասել էր, անունը մոռացա, ասել էր կարողա բան չտանեն, չթողնենք քեզ տանեն։ Հարս ասել էր, չէ, համ գուլամ, համ կերթամ։ Այսինքն չեն կարող, ասի գլխավոր դատախազ չի կարող համ օրենք պահել, համ օրենք խախտել։ Հիմա կամ ինքը պիտի օրենք պահի, կամ օրենք խախտի։ Քննչականը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը չեն կարող համ օրենք պահել, համ ապօրինություններով զբաղվել։ Չեն կարող համ արտասվել, համ հորանց տանը չմնալ։ Հիմա իրենց հրահանգ է տրված ապօրինություններ անել, մարդիկ ֆանտաստիկ մակարդակի ապօրինություններ են անում։ Քեֆս վերում է, որ նայում եմ ինչ ապօրինություններ են անում, նախկինների ժամանակ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն գլխին պատին կտային, գլուխները պատին կտային, նման ապօրինությունների գնային։ Ընդհանրապես ԱԱԾ-ի պրոֆեսիոնալիզմը այնքան է առաջ գնացել, որ ես վերջերս տեղեկություններ ստացա կառավարությունից, որ Բրազերսի ամերիկյան ֆիլիալից խնդրել են ԱԱԾ-ի այդ մասնագետներին 18+ ֆիլմ նկարող մի երկու մասնագետ իրենց մոտ ուղարկել, որտեղ ասում են դուք այնց ֆանտազիաներ ունեք, որ ստեղ դրա կարիքը կա ոնց որ։ Հատկապես այդ քերակնոջ պատմությունից հետո շատ մեր ԱԱԾ-ի կրեատիվը գնահատել են Բրազերսում։ Հիմա ֆանտաստիկ մասնագետներ են այդ առումով։ Կարանք բան ասենք։ Այստեղ կա որևէ մեկը համաձայն չի, որ ԱԱԾ-ն հրաշալի մեծահասակների համար ֆիլմեր է նկարում։ Սցենարիստը ինչ որ շատ պիղծ մտքեր ունի, ֆանտաստիկ պիղծ մտքեր ունի։ Այնպես որ Ժողովուրդ ջան, այս կառույցներին իհարկե պիտի իրենց ապօրինությունների մասին խոսել, բայց չի կարելի չնկատել Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը եւ կարծում շատ լավ կլինի այս հանդիպումներին մասնակցող ընդդիմադիր գործիչները, падգամավորները սրա մասին նաեւ խոսեն, որ այս մարդիկ ինչ անեն, եթե դուք իրենց ապօրինություն գործելու հրահանգներ եք տալիս, գոնե ԿՊ, ընդդիմությունը հարց տա ուրիշ բան, գոնե ԿՊ-ականները հարց չտան դրա մասին։ Հրապարակ թերթը գրում է. Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ, կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը անհայտ պատճառներով չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաև նոր երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչև համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին։ Նաև ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում։ Մի խոսքով ակտիվ կուսակցաշինական աշխատանքների մեջ են։ Մինչև համագումարը ըստ ամենայնի մարտի կեսերին կհայտարարեն ընտրություններին մասնակցել չմասնակցելու մասին։ Եթե մասնակցեն, ապա համագումարի ընթացքում օրենքի պահանջով կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս պահի դրությամբ ով հարցնում է, ասում են, որ վերջնական որոշում չունեն, մասնակցել չմասնակցելու հարցը 50-50 է։ Սակայն ոմանք վստահ են, որ այս անգամ
ՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, բայց փորձելու է աջակցել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին ԿՊ-ին հաղթելու համար։ Այս լուրի մասով շատ մեկնաբանելու բան չկա, միայն ասեմ, որ այո, ՀԿ-ն կարող է օգնել մյուս ընդդիմադիր ուժերին ԿՊ-ին հաղթել, այդ օգնությունը շատ կոնկրետ ձև ունի։ Չմասնակցել ընտրություններին ու որևէ հանրային միջոցառում չկազմակերպել, հրապարակային չհայտարարել, որ որևէ մեկին աջակցում են, կամ եթե աջակցում են հանրային բանի տեսանկյունից, հա, բարկություն առաջացնելու տեսանկյունից լավ կլինի հայտարարել, որ չգիտեմ, ընդդիմությանը չեն աջակցում, որտեվ դա պլյուս է բերելու ընդդիմությանը։ Ուրեմն հրապարակ օրաթերթը գրում է. իշխանության ներկայացուցիչները վերջին մեկ շաբաթն օրնիբուն խոսում են հունիսի 7-ի ընտրություններում Գյումրի երկու ընդդիմադիր ուժերի հետ ընտրական միավորում թույլ չտալու մասին եւ հատկապես շեշտում են, որ ընդդիմության տեխնացուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Իշխանական աղբյուրները խոստովանեցին, որ հատուկ ծառայությունների ներքին արդյունքների արդյունքներով իշխանությունը պարտվում է միասնական ընդդիմությանը։ Այստեղ պետք է նկատել, որ ընդդիմությունը այո, իրականում հավաքական իմաստով ավելի շատ ձայներ ունի, քան Նիկոլ Փաշինյանը, բայց այստեղ համաձայն չեմ, հարցումներն են ցույց տալիս ընդ որում, որ Ռոբերտ Քոչարյանի հակավարկանիշը ամենամեծն է, չեմ ուզում անուններ տալ ընդդիմադիր դաշտից, բայց իշխանությունը մեկ Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր հակավարկանիշը ունի, եւ ընդդիմադիր էլի գործիչներ կան, որոնք բավական բարձր հակավարկանիշ ունեն, եւ կարծում եմ իշխանությունը ինչու է սա օգտագործում, հա, ինչու է ասում, որ դուք ընտրելով այս ուժերին վարչապետ եք դարձնելու Ռոբերտ Քոչարյանին։ Նպատակը ոչ թե հակավարկանիշն է, այլ կա հասարակության մի զանգված, որը կգնա ընտրությունների, հոգնել է ամեն բանից ինչ որ իմաստով։ Եվ նախորդ իշխանություններից եւ ներկաներից սոցիալական խնդիրների մեջ թաղված է եւ պատրաստ է գնալ գործարար քաղաքական գործչի հետևից եւ պատրաստ է գործարար քաղաքական գործչին ձայն տալ, ակնկալելով, որ սոցիալական խնդիրները կոնկրետ կլուծվեն, ոչ թե պետական ինստիտուցիոնալ իմաստով կլուծվեն, այլ մարդիկ ենթադրում են, չգիտեմ, ինչքանով է հիմնավորված այդ ենթադրությունը, որ եթե այս մարդուն քվեարկեն, այդ մարդը գա իշխանության, իրենց փողեր է բաժանելու, տես տպավորություն կա։ Դու պարզե Ռոբերտ Քոչարյանից նման ակնկալիք չեն կարող ունենալ կամ այլ քաղաքական դեմքերից, որ գալու են իշխանության իրենց փող բաժանեն, կարող են ակնկալել, որ իրենց խնդիրները լուծվի, բայց կոնկրետ փողի ակնկալիք հասկանում ենք, որ կոնկրետ գործարարներից կարող են ունենալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 7-ին տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հրավիրված են մի շարք եվրոպական պետությունների ղեկավարներ եւ խորհրդարանների ներկայացուցիչներ, քննարկելու ամենակիրառական հարցեր անվտանգության, միգրացիայի, ենթակառուցվածքների եւ քաղաքական համագործակցության շուրջ։ Եվրոպական միությունն էլ շտաբ քայլերով խորացնում է համագործակցությունը Երևանի հետ, նախատեսելով նաեւ առաջին Եվրոպական միություն Հայաստան գագաթնաժողովը։ Միաժամանակ Եմեն եւ Հայաստանը առաջատար քայլեր են անում վիզայի ազատականացման ուղղությամբ։ Սպասվում է, որ Գարնանը կհրապարակվի ԵՄ-ի գնահատում այս ծրագրի կյանքի կոչելու ընթացքի մասին, ինչը կարող է լինել կարևոր լեգիտիմ քայլ դեպի վիզայի ազատականացման ճանապարհ։ Օրաթերթին իշխանական ԿՊ-ի ներսում արկա խոսակցություններից ի հայտ դարձավ, որ մայիսին կայանալիք համաժողովի օրերին իշխանությունը կստանա ստորագրված փաստաթուղթ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ հնարավոր նախաստորագրումները իշխանության համար կարող են ներկայացվել որպես արտաքին քաղաքական նշանակալի ձեռքբերում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ԿՊ-ում արդեն մեկնարկել է ներքին ակտիվ շարժը։ ԿՊ նախընտրական ցուցակի շուրջ ներքին քննարկումներից հետո իշխանական թիմը անցել է հաջորդ փուլին մարզային կառույցների շտաբ եւ կոշտ վերակազմակերպմանը։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ 3 կայացած ԿՊ վարչության նիստում քննարկել են տարբեր մարզերում ԿՊ-ի խորհրդի ղեկավարների տեխնացուները, ըստ նույն աղբյուրների առաջիկա ընտրություններին բոլոր մարզերում նախ կնշանակվեն կուսակցական կառույցների խորհուրդների նախագահներ, ինչից հետո կմեկնարկի ԿՊ-ի շտաբների
ակտիվ փուլը շտաբային աշխատանքի։ Հատկանշական է, որ վարչությունը հրավիրվել Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքի ԿՊ խորհրդի ղեկավարի թեկնածու Վլադիմիր Վարդևանյանը։ Հենց նրան է վստահվել Բյուրեղավանի ԿՊ խորհրդի կառավարումը, ինչը վկայում է, որ իշխանությունը փորձում է տեղերում խաղալ վստահելի կադրերի դեմքերով։ Իշխանությանը մոտ կանգնած ժողովրդի աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանն իր թիմին հստակ ուղերձ է փոխանցել. մարզերում խորհուրդները պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք ոչ միայն կուսակցական են, այլ նաև տվյալ մարզում ունեն հեղինակություն եւ վերահսկելի ռեսուրս։ Նպատակը մեկն է՝ առաջիկա ընտրություններում խուսափել տապալումից։ Այս պահին ԿՊ-ում ընթանում են մարզային կառույցների արագացված վերակազմակերպում։ Ուրեմն առավոտյան Նիկոլ Փաշինյանը հակասելով իր նախկինում արված հայտարարությանը, որ թոշակառուներ չգիտեն 10,000 դրամ ինչպես ծախսեն, հայտարարեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Այս մասին, ինչպես արդեն ասել է Նիկոլ Փաշինյանը, ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները ավելի քիչ կբարձրանան, հայտարարել է Փաշինյանը։ Սա ակնհայտորեն կարելի է ընդունել որպես նախընտրական արևույթ նախընտրական կաշառք իշխանության կողմից պետական բյուջեի հաշվին, որովհետև իշխանությունը, որը 1-2 ամիս առաջ չգիտեր, թե թոշակառուները ինչ են անելու 10,000 դրամ, նա հենց որոշել է 10,000 դրամով բարձրացնել։ Այդ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը բավական հարվածել էր իր վարկանիշին թոշակառուների շրջանում։ Հիմա փորձում են պետական բյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի կերած բողկերը մարսել։ Այո, թոշակները պիտի բարձրանան, բայց թոշակները պիտի բարձրանային 1 տարի, 2 տարի առաջ, ոչ թե ընտրություններից 1-2 ամիս առաջ, որ տպավորություն ստեղծվի, որ մարդկանց ձայները փորձում եք առնել։ Ուրիշ տպավորություն հնարավոր չի ստանալ այս ամենից։ Այսօր այսքանն էինք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48